Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան, հարգելի գործընկերներ, մենք ըստ էության ինչ ենք ասում այս որոշման նախագծով, մենք այն ուսանողներին եւ դասախոսներին, ովքեր դիտարկում են կամ պատրաստ են դիտարկել հեծանիվով գնալ դասի եւ վերադառնալ տուն կամ հեծանիվը օգտագործել որպես տրանսպորտային միջոց, կառավարությունը պատրաստ է աջակցել այդ նպատակով վերցրած վարկի տոկոսի սուբսիդավորման ձևով։ Այսինքն քանի տոկոսն ենք մենք սուբսիդավորում, Տիկին։ 16% է տարեկան դրույքաչափը եւ այդ ամբողջ հատվածը սուբսիդավորվելու է։ Այսինքն զրոյացնում ենք տոկոսը։ Այո։ Տոկոսը զրոյացնում ենք բոլոր այն քաղաքացիների, ներողություն, ուսանողների եւ դասախոսների համար, ովքեր պատրաստ են հեծանիվը դիտարկել որպես փոխադրամիջոց, ինչը իհարկե նախ տրանսպորտային ծանրաբեռնվածության խնդիր կարող է լուծել երկարաժամկետում, երկրորդը առողջ ապրելակերպի խթանումն է շատ կարևոր եւ համոզված եմ, որ մաքուր օդին դասի գնալը եւ մաքուր իհարկե օդն էլ պետք է մաքուր պահենք, այդ խնդիրն էլ կա զուգահեռ, բայց ամեն դեպքում հաստատ բանի մեջ դրսում ավելի մաքուր է, քան տրանսպորտի մեջ, թեկուզ համեմատության մեջ, եւ սա կարծում եմ լավ ծրագիր է, որը գիտեք հիմա հետեւյալ խնդիրը կա, օրինակ շատ են խոսում, ասում են քաղաքային իշխանությունները ինչի հեծանվային ուղիներ չեն ստեղծում եւ այլն, բայց նաեւ էդ էլ է պետք հասկանալ, որ եթե դրա ռեալ պահանջարկը չկա, այսինքն քաղաքային իշխանությունը պետքա տեսնի, որ այնքան հեծանիվ կա, որ արդեն խնդրեմ է, հեծանիվները մեքենաներին են խանգարում, մեքենաները հեծանիվներին են խանգարում։ Հիմա խնդիրն այն է, որ մեքենաները հեծանիվներին խանգարում են, բայց հեծանիվները մեքենաներին չեն խանգարում, որովհետև այնքան քիչ են, որ տենց հարաբերություն չկա, այսինքն բալանս պետքա ձևավորվի, որ դա դառնա օրակարգ։ Հիմա ասենք, որ ոչ մի քաղաքային իշխանություն, որ տենց մոտիվացիա չունի, որ հսկայական կապիտալ ծախսեր անի, որ հեծանվային ուղիներ բացի, որովհետև դա նաև մյուս տրանսպորտային սխեմաների փոփոխություն է ենթադրում, որոշակի ջանք է ներդրում, դժգոհություն է նաև ենթադրում ավտոտրանսպորտից օգտվողների համար։ Եվ հետևաբար նախ պետք է դրա ռեալ պահանջարկը ձևավորվի։ Իսկ դրա ամենաառաջնային կրողները կարող են լինել ուսանողները։ Իմիջիալով այստեղ քաղաքական հարց էլ կա։ Հիմա մեր երկրում մի ինստիտուտ էլ է վերացել։ Համենայն դեպս այսօր Հայաստանում ոչ մի բնակավայրից քաղաքացիական պայմանագիր կուսակցություն անունով պազիկներ դուրս չեն գալիս ուսանողներին Երևան բերել եւ տանելու համար, որ իմ կարծիքով տենց բան շուտ տարօրինակ ինստիտուտ է։ Ես էլ եմ ասում, մենք գնում ենք Երևանից ինչքան 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայր գյուղ, մեկ էլ մարդիկ ասում են դե բան ուսանողական ձրի ավտոբուսը լինի, բայց ժողովուրդ ջան, ուսանողին ի՞նչն է խանգարում նստել հեծանիվ գալ դասի հետ գնալ իր տուն։ Այսինքն այստեղ իրոք շատ պարզ հարց է։ Ընդ որում հիմա ես վստահաբար կարող եմ ասել, որ հեծանիվով մենք այն ժամանակ այդպես մտածում ենք, հա Երևանը հեծանիվ, ես անձամբ հեծանիվով Երևանի բոլոր ճակերտավոր անմատչելի տարածքները անցել եմ։ Օրինակ վերջին անգամ ասեմ, բանից Կեցավայրից դուրս ենք եկել, Բաղրամյան պողոտայով, Սարալանջի փողոցով, Նորք Մարաշով, Նորքի զանգված եւ այնտեղից կենտրոն։ Շատ նորմալ առավոտյան մարզանք է, բայց տենց սխեմա չկա, էլի, որ մեկը ստիպված լինի աշխատանքի գնալու կամ տուն հասնելու համար այդքան ճանապարհ կտրի։ Եվ պետք է ուղղակի այս խթանել քաղաքականություններով, որ մարդիկ մի քիչ ավելի սա հանրային հարաբերությունների մասին էլ է, էլի, որ այդ բաների այդ բանի գերիշխանության տրամաբանությունից այդ ջիպերի, Range Rover-ների այդ
քաղաքական գերիշխանության տրամաբանությունը պետք է փոխել քաղաքացիական գերիշխանության տրամաբանությամբ, եւ այստեղ այդ քաղաքական սիմվոլիկան էլ կա իրականում։ Եվ զարմանալի է, որ մեր ուսանողությունը այս ինքը այդ նախաձեռնությունը չի ցուցաբերում, բայց հույս ունենք, որ գոնե կառավարության ցուցաբերած նախաձեռնությունից կօգտվեն։